Գողություն, սպանություն եւ ընդհատակյա խաղադրույքներ։ Նման բաների համար մարդիկ սովորաբար բանտում են հայտնվում, բայց երբեմն էլ դրանց մասին պատմությունները վերածվում են համաշխարհային հեռուստալսարանի ուշադրության առարկա։ Օրինակ, ստեղծվում է կուլտային Սուր հովարներ սերիալը, որի կերպարներին վերածում են TikTok-ի ոճային իկոնաների։ Կադրերը, որտեղ Կիլիան Մյորֆին դանդաղ վառում է իր ծխախոտը հանրահայտ սաունդթրեքի տակ, տեսել են գրեթե բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր երբեք չեն դիտել սերիալը։ Թոմաս Շելբիին ոմանք նույնիսկ փորձում են ընդօրինակել դասական կոստյումներ, երկար վերարկուներ եւ հնաոճ գլխարկներ։ Նրա կերպարը մինչ օրս վաճառվում է որպես սառնասիրտ ուժի խորհրդանիշ։ Մարդկանց դուր է գալիս լրակյաց գիշատչի տեսակով, փտած աշխարհին վերևից է նայում։ Սերիալն այնքան հայտնի դարձավ, որ BBC-ն ստիպված եղավ աչք փակել փաստերի վրա եւ երկարացնել մի խմբավորման կյանքը, որը իրականում բոլորովին այլ էր։ Իսկ Կիլիան Մյորֆին երկրորդ պլանի դերասանից վերածվեց նախագծի համաշխարհային դեմքի։ Բայց այսօր խոսքը հեռուստադրամայի մասին չէ։ Թողարկման ընթացքում մենք կխոսենք իրական մարդկանց մասին, նրանց մասին, ում իսկապես կոչում էին Սուր հովարներ։ Դուք Զուտ Սթորի YouTube ալիքում եք։ Բաժանորդագրվեք, մեկնաբանեք եւ ցանկության դեպքում տարածեք մեր տեսանյութերը։ Զուտ Սթորի, պատմություններ պատմության մասին։ Սուր հովարների պատմությունը ամենևին էլ չի համընկնում էկրանային տարբերակի հետ։ Ոչ մի Շելբի ընտանիք գոյություն չի ունեցել։ Դա գեղարվեստական հորինվածք է։ Իրական կերպարները ուրիշ էին եւ շատ ավելի քիչ ռոմանտիկ։ Իրականությունը ձեզ հատկապես կզարմացնի, եթե դիտել եք հեռուստասերիալը։ 19-րդ դարի վերջին Անգլիան խորհրդարանական խարդավանքների եւ ստվերային գործարքների մասին չէր։ Այն աղքատության եւ պարզապես գոյատևելու համար մղվող կռիվների մասին էր։ Այսօր կփորձենք հասկանալ, թե ինչպես առաջացան Սուր հովարները, ինչպես հեռուստասերիալի ստեղծողները վերաշարադրեցին նրանց անցյալը եւ որտեղից պատմության մեջ հայտնվեցին գնչուները։ Fucking gypsy stuff. Yes, it is gypsy fucking stuff! Ամեն ինչ սկսվում է 1890 թվականի մարտի 25-ին։ Այդ օրը Բիրմինգեմի թերթերից մեկում հայտնվեց մի նորություն, որտեղ ասվում էր, որ ոմն Ջորջ Իսթվուդ անունով մի տղամարդու վրա Rainbow Pub-ում հարձակում են կատարել։ Նա ուղղակի եկել էր գարեջուր խմելու, երբ շուտով ներս է մտնում տղամարդկանց մի խումբ, որոնք քաղաքին արդեն հայտնի էին Սուր հովարներ անունով։ Անհասկանալի պատճառներով նրանք Իսթվուդին ծեծի են ենթարկում, որի արդյունքում տղամարդը գանգի ճեղքվածք է ստանում։ Բարեբախտաբար Ջորջը ողջ է մնում, եւ հենց այս դեպքից հետո խմբավորման անունը առաջին անգամ պաշտոնապես հայտնվեց մամուլում։ Սուր հովարները հայտնի էին Բիրմինգեմի Սմոլհիթ շրջանում։ Հենց այստեղ էին մեծացել եւ ձևավորվել խմբավորման շատ անդամներ։ Նույնիսկ այսօր այդ թաղամասը հնարավոր չէ բարեկեցիկ անվանել։ Իսկ 19-րդ դարի վերջում այնտեղ հատկապես ծայրահեղ հուսահատություն էր տիրում։ Գերբնակեցված տներ, աղտոտված եւ անխնա փողոցներ, աղքատություն, իսկ որտեղ հատուկ բարձր է սոցիալական հուսահատությունը, այնտեղ նաև զարգացող ագրեսիա կա։ Պատկերացրեք Սմոլհիթի սովորական մի բանվորի առօրյան։ Առավոտյան գործարան, երեկոյան փաբ, հետո տուն հասնելու փորձ։ Յուրաքանչյուր ճանապարհ անցնում են նեղ ու մութ փողոցներով, որտեղ հեշտ է հանդիպել ոչ թե հարևանի, այլ մի խմբավորման, որը որոշել է, որ ձեր դրամապանակը իրենց ավելի է պետք։ Ոմանց համար ավելի շահավետ էր գողանալ, քան վաստակել, եւ պետք է նշել, որ նման մարդիկ շատ էին, եւ նրանց հանդիպելը գրեթե անխուսափելի էր։ Իսկ եթե դուք ոստիկան եք, վտանգը կրկնապատկվում էր։ Օրինակ խմբավորման իրական անդամներից մեկը, Թոմաս Ուոլթերսը, 5 տարվա ազատազրկում ստացավ այն բանի համար, որ դանակահարել էր ցածրաստիճան մի ոստիկանի, ով փորձում էր դադարեցնել թատրոնում սկսված խռովությունը։ Եվ այստեղ է երևում գլխավոր տարբերությունը իրականության եւ սերիալի միջև։ Իրականում խմբավորումները չունեին հստակ կառուցվածք, խարիզմատիկ ռազմավարի գլխավորությամբ։ Սրանք ուղղակի տարածքային բանդաներ էին։ Այն ժամանակվա Անգլիայում փողոցները բաժանվում էին ոչ թե ազգային պատկանելիությամբ, այլ ծննդավայրով։ Սկզբունքը պարզ էր. քո փողոցը քո պատասխանատվության ու ազդեցության գոտին է։ Հավաքիր ընկերներիդ եւ պաշտպանիր այն հարևաններից։ Միայն թե թաղամաս ընդդեմ թաղամասի կռիվները ավարտվում էին ոչ թե կապտուկներով, այլ կոտրված ոսկորներով եւ դանակային վնասվածքներով։ Բիրմինգեմը արագ աճում էր։ Երիտասարդներն ավելանում էին, իսկ քաղաքի տարածքը չէր ընդլայնվում։
Ազդեցության եւ ռեսուրսների համար մրցակցությունը անխուսափելիորեն վերածվում էր հակամարտությունների։ Իր դերն ուներ նաեւ քաղաքի արդյունաբերական բնույթը։ Այստեղ արտադրում էին մեծ քանակությամբ մետաղական իրեր, գոտիների երկաթյա դետալներ, գործիքներ, տարբեր ավտոմասեր։ Այս ամենը շատ հեշտությամբ վերածվում էր տարատեսակ զենքի։ Օրինակ, գոտու երկաթյա հատվածը կարելի էր պտտեցնել ու հարվածել ամբողջ ուժով, իսկ ինքնուրույն դանակ պատրաստելը չափից հեշտ էր։ Երբեմն կռիվներում նույնիսկ փողոցի սալաքարերն էին օգտագործվում։ Հենց այս ամենով էին զբաղվում նրանք, ում հետագայում անվանեցին սուր հովարներ։ Ոչ մի ռոմանտիկա, պարզապես ագրեսիվ փողոցային երիտասարդություն։ Հիմա առաջարկում եմ խոսենք տարածված լեգենդի մասին, թե նրանք գլխարկների եզրերին ածելի էին կարում։ Իրականում Սապրիչի ածելիները գեղեցիկ սցենարական հորինվածք են։ 19-րդ դարի վերջում դրանք բավականին թանկ էին եւ չէին վաճառվում ամեն անկյունում։ Հակառակորդին կուրացնում էին ավելի պարզ եղանակով։ Օրինակ, դանակով պատռում էին ճակատը, որպեսզի արյունը լցվեր աչքերի մեջ։ Դաժան էր, բայց չափից դուրս արդյունավետ։ Խմբավորման անունը ընդհանրապես կապ չուներ գլխարկների մեջ կարված ածելիի հետ։ Սուր հովարներ մականոնը տարածվեց այն պատճառով, որ տղաները իրենց գլխարկները կերում էին թեքությամբ, այնպես որ միաչքը կիսով չափ փակված էր մնում։ Դա փակում էր տեսադաշտը, բայց միաժամանակ թույլ էր տալիս դեմքին մնալ ծածկված։ Իսկ եթե զոհը հանկարծ ողջ մնար, ոստիկանական բաժնում շատ ավելի դժվար էր լինում նկարագրել հարձակվողին։ Ստեղծված սոցիալական պայմանները հասկանալի էին, բայց ինչու փողոցային անհատները որոշեցին միավորվել ընդհանուր խմբավորումներում։ Պատասխանը չափազանց պարզ է։ Ինչ որ մեկի ծեծի ենթարկելը եւ հափշտակելը ավելի հեշտ է խմբով, քան միայնակ։ Երբ բոլորը մեծացել են նույն փողոցում եւ մանկուց ճանաչում են իրար, միավորվելը ընդամենը ժամանակի հարց է։ Իսկ հետո սկսում է գործել ցանկացած խմբավորման գաղափարախոսական տրամաբանությունը։ Ժողովրդի լեզվով ասած, եթե դու քեզնից արդեն ինչ-որ բան ես ներկայացնում, ուրեմն քո մասին պետք է իմանան բոլորը։ 1890 թվականին Ջորջ Իսթվուդի վրա հարձակումից կարճ ժամանակ անց սուր հովարները որոշեցին բարձրաձայն հայտարարել իրենց մասին։ Բրիտանական խոշոր թերթերից սկսեցին նամակներ ուղարկել հիշատակելով խմբավորման անունը։ Դա բավականին յուրօրինակ մոտեցում էր վախեցնելու ինչպես հասարակ մարդկանց, այնպես էլ հարևան թաղամասերի խմբավորումներին, թե ով էր կանգնած այդ քարոզարշավի ետևում, անհայտ է։ Հաճախ հիշատակվում է Թոմաս Մաքլոուի անունը որպես համակարգող, բայց դժվար թե նա լիներ միանձնյա առաջնորդը։ Սա խոսում է այն մասին, որ խմբավորումների ներսում կար գործող հստակ մարտավարություն։ Այն աշխատում էր հետևյալ կերպ։ Նախ պետք էր ամբողջությամբ վերահսկել սեփական տարածքը, իսկ երբ դա հաջողվում էր, առաջանում էր ընդլայնվելու եւ ազդեցությունը նոր թաղամասերի վրա տարածելու անհրաժեշտությունը։ Կարճ ժամանակում սուր հովարները թիրախավորում են իրենց հարևան Չիփսայդ թաղամասը, որը գլխավորում էր մեկ այլ խմբավորում՝ սլոգերները։ Նրանք ավելի տարեց էին եւ փորձառու, բայց ոչ անպարտելի։ Երիտասարդ հովարները որոշեցին, որ վետերանների ժամանակն անցել է։ Բախումների արդյունքում սլոգերներին շատ արագ դուրս մղեցին եւ իրենց ձեռքը վերցրին ազդեցությունը Չիփսայդի վրա։ Հետո գրավեցին Բորցլին, որը նույնքան աղքատ ու ագրեսիվ թաղամաս էր։ Սա շարունակվում էր անընդհատ, մինչ այն պահը, երբ պետք էր դուրս գալ նոր մակարդակի ազդեցության գոտի։ Եվ հենց այստեղ սկսվում է բրիտանական փողոցային խմբավորումների զարգացման նոր փուլը։ 19-րդ դարի վերջում Բրիտանիայում օրինական էր ընդամենը մեկ ազարտային խաղ։ Դա խաղադրույքներն էին ձիարշավների վրա։ Բուքմեյքեր կարող էր դառնալ գրեթե յուրաքանչյուրը, քանի որ լիցենզիա չէր պահանջվում։ Հենց այստեղ էին շրջանառվում իրական խոշոր գումարները։ Ոմանք գալիս էին զվարճանալու, իսկ ոմանք շահելու հույսով։ Իսկ ուրիշները դա դիտարկում էին որպես կայուն եկամտի աղբյուր։ Սխեման պարզ էր, կամ ուղղակի հափշտակում ես բուքմեյքերին, կամ առաջարկում պաշտպանություն շահույթի տոկոսի դիմաց։ Բուքմեյքերները այլընտրանք չունեին, քանի որ գիտակցում էին, որ նույն ուժեղ տղաները կարող են հանդիսանալ եւ պահապան եւ սպառնալիք։ Սուր հովարների համար դա իդեալական միջավայր էր։ Կարելի ասել, սա նրանց առաջին լուրջ եկամտային մոդելն էր։ Սկզբում նրանք գնացին կողոպուտների, գողությունների եւ հարձակումների ճանապարհով։ Դրա արդյունքում բացի բուքմեյքերներից տուժեցին նաև բազում շարքային ոստիկաններ։ Սա դրդեց փողոցային մանր խմբավորումներին վերածվել գրեթե լիարժեք կազմակերպված հանցավոր կառույցների։ Եվ հենց այստեղից էլ սկսվում է սերիալի սյուժեն։ Սակայն մինչ սերիալին անդրադառնալը պետք է հասկանալ, թե ինչն էր դրդում դեռահասներին զանգվածաբար գնալ հանցագործության ճանապարհով։ Պատկերին անհրաժեշտ է նայել ավելի լայն։ Կարևոր հանգամանքներից էր մանկական աշխատանքը։ 19-րդ դարում բրիտանական հանքերում կարելի էր շատ հաճախ հանդիպել օրինակ 4 տարեկան երեխայի, որն ամենևին էլ արտառոց չէր։ Շատ ընտանիքներում հայր չկար, իսկ միայն մոր եկամուտը հազիվ էր հերիքում սննդին։
Նույնիսկ եթե երկու ծնողն էլ աշխատում էին, վարձատրությունը չնչին էր։ Երեխաներին վճարում էին մեծահասակի աշխատավարձի ընդամենը 10-ից 20%-ի չափով, չնայած նրան, որ աշխատում էին օրական մոտ 12 ժամ։ 19-րդ դարի սկզբին բրիտանական իշխանությունը որոշեց միջամտել եւ կրճատեց մանկական աշխատաժամը ընդամենը 4 ժամով, սակայն դրանից էությունը չփոխվեց։ Այս երեխաների լուսանկարները մինչ օրս ծանր տպավորություն են թողնում։ Քաղցած դեմքեր, հյուծված մարմիններ եւ տարատեսակ առողջական խնդիրներ։ Ժամանակի ընթացքում արդյունաբերությանը պետք եկան ավելի որակյալ աշխատողներ եւ մանկական աշխատանքի տոկոսը նվազեց եւ առաջացավ նոր խնդիր։ Գործարանները դադարեցին երեխաներին ընդունել աշխատանքի։ Կրթություն հնարավոր էր ստանալ միայն վճարովի դպրոցներում, քանի որ համընդհանուր անվճար կրթություն չկար։ Ցանկանում ես սովորել, վճարիր։ Գումար չունես, ուրեմն դատապարտված ես մնալ փողոցում։ Սա աղքատության դասական ծուղակ էր, որից դուրս գալու համար ռեսուրսներ էին հարկավոր, որոնց հնարավորությունը ուղղակի չկար։ Եվ ինչ է մնում կրթություն ու աշխատանք չունեցող դեռահասին։ Դե իհարկե գողություն եւ կողոպուտ։ Բրիտանական քաղաքներում սկսեցին գործել դեռահաս գրպանահատների խմբեր, որոնցում հաճախ ներառված էին եղբայրներ, քույրեր եւ հարևաններ։ Նրանք ծանր հանցագործություններ չէին իրականացնում, այլ գողանում էին փող, անհրաժեշտ ծնունդ, երբեմն ծխախոտ։ Սկզբում դա կարծես անմեղ էր թվում, ուղղակի երեխաների բողոք մի աշխարհի դեմ, որտեղ նրանք չէին կարողանում գտնել իրենց տեղը։ Պետությունը նրանց ոչինչ չէր տալիս, բայց միևնույն ժամանակ հնազանդություն էր պահանջում։ Ժամանակի ընթացքում այս տեր չունեցող երեխաները մեծացան, ինչպես նաև նրանց հետ միասին մեծացան հանցանքների մասշտաբները։ Սկզբում միավորվում էին հարևանները, հետո մի ամբողջ թաղամասեր։ Նրանք կյանքի այլ մոդել չէին ճանաչում, բացի հանցավորից։ Այդպես ձևավորվեցին տարածքային խմբավորումները, որոնք շատ երկար ժամանակ պահում էին երկիրը քաոսի մեջ։ Դրան փորձում էր միջամտել ոստիկանությունը, եւ այստեղ իրավիճակն էլ ավելի սրվեց։ Ընդդեմ 15 մահակավոր ոստիկանների դուրս էին գալիս 50 դեռահասներ փողոցի սալաքարերը ձեռքներին, եւ վերջիններս չունեին կորցնելու ոչինչ, քանի որ իրենց կյանքը առանց այդ էլ բան չէր տվել։ Փողոցային խմբավորումների եւ ոստիկանության միջև փաստացի պատերազմ սկսվեց։ Երիտասարդները հաճախ առաջինն էին հարձակվում, իրենց տարածքից դուրս մղելով կարգապահներին։ Ոստիկանությունն էլ իր հերթին լի էր կոռուպցիայով եւ անկարգությունով։ Այս շրջանում առաջացան զանազան խմբավորումներ, օրինակ նույն չիփսայդի սլոգերները, բենգալյան վագրերը կամ միդոուի տղաները։ Առաջացավ նաեւ ճանաչելի ոճ։ Այո, հենց այդ կոստյումները, շարֆերը, լայն տաբատները եւ գլխարկները։ Դա ամենևին էլ սուր հովարների առանձնահատուկ բրենդը չէր։ Այդպես էր հագնվում ժամանակի փողոցային երիտասարդությունը, ինչպես մինչ օրս ֆուտբոլի բրիտանացի ֆանատները անկախ ակումբից կրում են նույն ապրանքանիշերը, օրինակ Stone Island, North Face կամ Fred Perry։ Հատկապես մամուլը ուժեղացնում էր լարվածությունը հասարակության տարբեր շերտերում։ Լրագրողները նկարագրում էին գրեթե բնածին չարիքի կերպար։ Մի կողմում փողոցային հարձակումների զոհերը, մյուս կողմում սերունդ, որն ի սկզբանե նորմալ կյանքի հնարավորություն չէր ունեցել։ Հակամարտությունը միայն խորանում էր։ Երբ խմբավորումները լրջորեն զբաղվեցին ձիարշավների խաղադրույքներով, լարվածությունն էլ ավելի աճեց։ Նույնիսկ առանց պաշտոնական հիերարխիայի խմբավորումները հստակ կառուցվածքի կարիք ունեին։ Այն նման չէր հեռուստասերիալում ցուցադրված սխեմային, առաջնորդով եւ հստակ դերաբաշխմամբ։ Իրականում կառուցվածքը հիբրիդային էր։ Ավակները ուղղություն էին տալիս, իսկ կրտսերները գործում էին ինքնուրույն։ Հանցավոր աշխարհը սկսեց հիշեցնել ստարտափների շուկա։ Բազմաթիվ մանր խմբավորումներ, որոնցից միայն քչերն էին գոյատևում։ Մնացածներին կլանում կամ ոչնչացնում էին ավելի խոշոր խաղացողները։ Սուր հովարները դիմացան շատերից ավելի երկար։ Նրանք հրազեն ձեռք բերեցին, ընդլայնեցին ազդեցությունը Բիրմինգեմի նոր շրջաններում եւ պատրաստվում էին ել ավելի աճել։ Սակայն ճակատագիրն իր սեփական պլաններն ուներ։ Այս պատմությունը մեկ կարևոր բան է ցույց տալիս։ Քաոսում առաջին անցնում ոչ թե ուժեղները, այլ նրանք, ովքեր ունեն հստակ ռազմավարություն եւ հաշվարկված քայլեր։ Իրական կյանքում էլ ֆինանսական աշխարհը նույնն է, կամ շարժվում ես պատահական, կամ կառուցում ես վերահսկելի եւ երկարաժամկետ աճ։ Wilco Wealth Management-ը առաջարկում է ներդրումային եւ ակտիվների կառավարման լուծումներ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ոչ թե պարզապես մասնակցել խաղին, այլ կառուցել հստակ ռազմավարություն եւ վերահսկել իրենց ֆինանսական ապագան։ Մանրամասների համար թողնում ենք այս QR կոդը եւ հղումը։ Կարող եք անցնել եւ ծանոթանալ Wilco Wealth Management-ի գործունեությանը։ Սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը։ Խմբավորման գրեթե բոլոր անդամները մեկնեցին ճակատ, պաշտպանելու երկիրը այնպես, ինչպես ժամանակին պաշտպանում էին իրենց փողոցը։ Ոչ բոլորը վերադարձան, իսկ վերադարձածները իրենց հետ բերեցին ծանր հոգեբանական խանգարումներ։ Այստեղ նույնպես իրականությունը տարբերվում է հեռուստատեսային տարբերակից։ Պատերազմից հետո ռոմանտիկան ավարտվեց։
հոգեբանական խանգարումներով ոչ հնարավոր էր կայսրություն կառուցել, ոչ էլ հանցավոր ցանցեր պահպանել, ինչպես դա արեց Թոմաս Շելբին։ Բացի այդ, տարածքային խմբավորումներն ունեին համակարգային թուլություն, նրանք հիմնված էին դեռ մանկությունից միմյանց ծանոթ մարդկանց վրա, իսկ մանկության տարիներն արդեն անցել էին։ Նրանք, ովքեր ժամանակին Small Heat-ում վազվզում էին դանակներով ու մետաղյա գործիքներով, ծերացել էին, այլևս չէին կարող նույն եռանդով դիմակայել ոստիկանությանը եւ հակառակորդներին։ Սերիալում ցուցադրված էր ճիշտ հակառակը։ Շելբիների ընտանիքը առաջին համաշխարհայինից հետո սկսում է ուժեղանալ եւ ընդլայնել բուքմեյքերական բիզնեսը։ Սակայն իրականում սուր հովարները փաստացի արդեն հեռացել էին բեմից։ Ոմանք տեղափոխվել էին արվարձաններ, ոմանք միացել էին ավելի երիտասարդ ու ուժեղ խմբավորումների։ Հովարների անունը մնացել էր, բայց խմբավորումը ոչ։ Ասեմ ավելին, այդ անունը դարձավ ընդհանրական։ Սուր հովարներ սկսեցին կոչել բոլոր փողոցային ռեկետավորներին ու հանցագործներին։ Նշանակալից է, որ ավելի երիտասարդ սերունդը նույնպես շարունակեց քրեական ենթամշակույթը։ Հենց հետպատերազմական նոր սերունդը դարձավ հանրահայտ Birmingham Boys-ի հիմնադիրը Բիլի Քիմբերի գլխավորությամբ։ Այո, այն նույն կերպարը, ում Թոմաս Շելբին գնդակահարում է սերիալի առաջին իսկ եթերաշրջանում, եւ կրկին իրական պատմության մեջ ամեն ինչ հակառակն էր։ Հենց Բիլի Քիմբերն էր վերջնակետ դրել հին սուր հովարների դարաշրջանին։ Նրան դուր չէր գալիս, որ հովարների ավազակախումբը ներխուժում էին իր անձնական տարածք, այսինքն հիպոդրոմներ ու բուքմեյքերական կենտրոններ։ Բացի այդ, Քիմբերը մայրաքաղաքից եկած պատահական մարդ չէր։ Նա նույնպես մեծացել էր Բիրմինգեմում, սակայն ի տարբերություն իր հակառակորդներին, նրա հավակնությունները շատ ավելի մեծ էին։ Հին խմբավորման ներսում նա կայացել էր եւ պետք էր արդեն մտնել ավելի բարձր լիգա։ Դաժանությունն ու խարիզման նրան դա թույլ էին տալիս։ Դրա մասին վկայում են դեմքի վրայի սպիերը, որոնք նա ձեռք էր բերել, երբ մերկ ձեռքերով մտել էր դանակային կռվի մեջ։ Ժամանակի ընթացքում Քիմբերը ոչ միայն դարձավ առաջնորդ, այլ կառուցեց Բիրմինգեմի ու տարածաշրջանի ամենաազդեցիկ հանցավոր խմբավորումը։ Նա առաջիններից էր, ով համակարգային վերահսկողության շնորհիվ հիպոդրոմային քաոսը վերածեց կայուն եկամտի աղբյուրի։ Այստեղ կարևոր է հստակեցնել. երբ խոսում ենք սուր հովարների մասին, իրականում խոսքը գնում է երկու տարբեր պատմությունների մասին։ Փաստացի, առաջինը դա 19-րդ դարի վերջին ձևավորված փողոցային ավազակախմբերն են, որից սերիալը վերցրել է անունն ու արտաքին ոճը։ Երկրորդը Birmingham Boys-ն է, Բիլի Քիմբերի խմբավորումը, որի կառուցվածքը, մասշտաբն ու իշխանության դրամատուրգիան դարձան էկրանային սյուժեի հիմքը։ Հետագա խոսքը հենց նրանց մասին է, որովհետև նրանք շատ ավելի նման են սերիալի տարբերակին։ Պատերազմից հետո սա արդեն կիսահարփած դեռահասների խումբ չէր, որոնք տրվում էին թաղամասը թաղամասի դեմ։ Սա հստակ կազմակերպություն էր, հիերարխիայով, կարգապահությամբ եւ առաջնորդով, որը իսկապես հիշեցնում է Թոմաս Շելբիի նախատիպին։ Նրանք ոչ միայն պատերազմում էին հարևանների հետ, այլև դաշինքներ էին կնքում։ Հենց դաշինքների միջոցով էլ ուժեղանում էին։ Վերջիվերջո դրա շնորհիվ Քիմբերին նույնպես սկսեցին անվանել իր ժամանակի Անգլիայի ամենաազդեցիկ հանցավոր ղեկավարներից մեկը։ Նրա ազդեցության գոտին տարածվեց Բիրմինգեմից մինչև հեռավոր Լիդս քաղաք։ Լիդսը մարտավարական կարևոր նշանակություն ուներ ոչ միայն չափերով, այլև այնտեղ գտնվող խոշորագույն հիպոդրոմներով, բայց պարզապես գալ ու ուժով գրավել ուրիշի քաղաք այդքան էլ լավ մտահղացում չէ։ Պետք էր գործել ավելի խելացի ու խորամանկ։ Birmingham Boys-ը գնաց այլ ճանապարհով։ Նրանք հիպոդրոմների անվտանգությունն ապահովող տեղացիներին առաջարկեցին համագործակցել։ Վերջիններս արդեն իսկ պաշտպանում էին բուքմեյքերներին, ինչպես նաև պարբերաբար ահաբեկում նրանց։ Քիմբերին ուղղակի հարկավոր էր պայմանավորվել նրանց հետ եւ առաջարկել ավելի հզոր ու կայուն տանիք գլխի վերևում։ Կարելի է ասել, որ գործում էր մասշտաբի էֆեկտը։ Որքան շատ հիպոդրոմներ են քո վերահսկողության տակ, այդքան մեծ է ընդհանուր շահույթը եւ նույնքան դժվար է քեզ դուրս մղել շուկայից։ Լիդսի խմբավորումները շատ լավ դա գիտակցում էին, ինչն էլ դրդեց նրանց անհապաղ միանալ դաշինքին։ Ազդեցության տեղաբաշխման հարցում կարևոր դեր խաղացին նաև 20-րդ դարի սկզբին Բրիտանիայում արագ զարգացող երկաթուղային գծերը։ Ճանապարհների խտությունը կտրուկ աճել էր, եւ եթե նախկինում քաղաքների միջև ճանապարհը ժամեր էր տևում եւ խանգարում էր համակարգմանը, ապա այժմ խմբավորման անդամների տեղաբաշխումը դարձավ ավելի արագ ու արդյունավետ։ Երկաթուղիները կապեցին ոչ միայն Բիրմինգեմն ու Լիդսը, այլև Լոնդոնը։ Եվ այստեղ պատմությունը գեղեցիկ կերպով համընկնում է սերիալի սյուժեի հետ։ Երբ հայրենի քաղաքում վերահսկողությունը հաստատված էր, իսկ ազդեցությունը ճիշտ տեղաբաշխված, կարելի էր արդեն մուտք գործել մայրաքաղաք Լոնդոն, որտեղ իշխում էին շատ ավելի լուրջ հակառակորդներ։
Լոնդոնում սոցիալական կարգավիճակը ամենևին չէր տարբերվում մյուս քաղաքներից։ Արդյունաբերությունը իր հետքն էր թողել նաև այստեղ։ Տարբերությունը պարզապես այն էր, որ մայրաքաղաքում մասշտաբներն էին ավելի մեծ։ Այստեղ գործում էին տեղական խմբավորումները, ինչպիսիք են Hoxton-ը, որը վերահսկում էր Լոնդոնի հյուսիս-արևմուտքը, եւ Elephant and Castle Mob-ը, որը վերահսկում էր մայրաքաղաքի հարավը։ Հետագայում Elephant and Castle Mob-ի առաջնորդներ Մակդոնալդ եղբայրները 4 օրենքի տարիներին տեղափոխվեցին Լոս Անջելես։ Մեկը օրինականացավ եւ դարձավ Չարլի Չապլինի թիկնապահը, մյուսը մնաց հանցաշխարհում եւ սպանվեց Թոմսոն ավտոմատի կերակոցից։ Birmingham Boys-ը նրանց հետ նախընտրում էր ոչ թե պատերազմել, այլ պայմանավորվել, քանի որ միայն դաշինքները կարող էին ամրապնդել իրենց դիրքերը մայրաքաղաքում։ Բացի այդ, Լոնդոնում գործում էր նաև 40 Elephants խմբավորումը, որը ամբողջությամբ կազմված էր կանանցից, ինչը հատկապես հակասական էր այդ դարաշրջանի իրականությանը։ Այդ ժամանակահատվածում բրիտանուհիները դեռ նույնիսկ ընտրելու իրավունք չունեին։ Նրանք նույնպես զբաղվում էին գողություններով, բայց պրոֆեսիոնալ ձևով։ Օրինակ, տարում էին գաղտնի գրպաններով հագուստներ եւ ձևափոխված գլխարկներ գողացված ավարը թաքցնելու համար։ Նրանք առաջիններից էին, որ ավտոմեքենաներ էին օգտագործում ոստիկանությունից փախչելու համար։ Իրավիճակը հանգիստ չէր նաև Անգլիայի հյուսիսում։ Լիվերպուլում գործում էին այսպես կոչված սեկոնդանտները, որոնք ի տարբերություն դասական խմբավորումների հաճախ ծեծում էին պատահական անցորդների պարզապես հաճույքի համար։ Գարեջրի դիմաց թեյավճար չտալը կարող էր ավարտվել սպանությամբ։ Մանչեսթերը շարունակում էր լի մնալ դեռահասների խմբավորումներով։ Պատմում են, որ այնտեղ մի զանգվածային կռիվ է տեղի ունեցել, որին մասնակցում էր շուրջ 500 մարդ։ Ասեմ ավելին, 19-րդ դարի վերջում այնտեղ կողոպուտի ու փողոցային բռնությունների մեղադրանքով ավելի շատ մարդիկ էին ազատազրկվում, քան ցանկացած այլ հանցագործության համար։ Լիվերպուլը, Մանչեսթերը եւ նույնիսկ Բիրմինգեմը դեռ այսօր էլ շարունակում են մնալ Անգլիայի ամենահանցավոր քաղաքների ցանկում։ Հարկ է նշել, որ բոլոր այսպիսի հետինդուստրիալ քաղաքներն են նման միմյանց։ Որտեղ նախկինում գործում էր արդյունաբերությունը, այնտեղ միշտ աճում է հանցավորությունը։ Շուտով գործարանները սկսեցին տեղափոխվել Ասիա, հին ֆաբրիկաները դատարկվեցին, իսկ արդյունաբերական քաղաքների բնակիչները կրկին հայտնվեցին ճարահատյալ վիճակում։ Աշխատանք չկա, փող չկա, անելիք չկա։ Գլուխ են բարձրացնում ալկոհոլը, տնային բռնությունները եւ փողոցային զինված հաշվեհարդարները։ Հանցագործությունը տարածվում էր ոչ միայն խոշոր քաղաքներում, այլ նաեւ հանգիստ յուղական շրջաններում։ Գլոսարշիրի կոմսությունում գործում էր կողոպտումների ավելի զարգացած եւ կազմակերպված համակարգ։ Խմբավորումները լրտեսում էին ճանապարհորդներին, գտնում հարմար առիթ, երբեմն նույնիսկ ստեղծում կեղծ հանգամանքներ, օրինակ ճանապարհի վրա հանկարծակիորեն փչացած ավտոմեքենայի վարորդին օգնելու պատրվակ։ Այնուհետև հափշտակում փողերը, գողանում ձիերն ու հագուստը։ Ժամանակի ընթացքում Լոնդոնում սկսեցին հայտնվել նաեւ ներգաղթային խմբավորումներ, օրինակ օդեսացիները կամ Բեսարաբիայի կարգավորիչները։ Մայրաքաղաքի հիմնական խմբավորումների շարքում էին իտալացիները եւ հատկապես հրեաները, որոնց ղեկավարն էր Ալֆրեդ Սոլոմոնը։ Այո, դա հենց այն Ալֆին է, որը ցուցադրված է սերիալում։ Նրան մարմնավորում է Թոմ Հարդին, սակայն կար մեկ այլ էթնիկական խմբավորում, առանց որի սուր հովարների պատմությունը լիովին այլ կլիներ։ Ինչպես արդեն կռահեցիք, խոսքը գնչուների մասին է, որոնց Բրիտանիայում կոչում էին ռոմանչալներ կամ ճանապարհորդներ։ Գնչուները ներգաղթել էին այստեղ Հնդկաստանից եւ անմիջապես բախվել սոցիալական եւ քաղաքական խտրականության։ Ռոմանչալների մասին առաջին հիշատակումները Անգլիայում պատկանում են 1512 թվականին, իսկ արդեն 1530 թվականին նշվում է, որ Հենրի 8-րդը ընդունում է նրանց արտաքսման մասին օրենք։ Իշխանության այդքան էլ դուր չէր գալիս այն փաստը, որ գնչուները չէին ցանկանում ձուլվել եւ ընտելանալ տեղացիների հետ, այլ նախընտրում էին մնալ ինքնակազմակերպ։ Օրենքները աստիճանաբար մեղմացան միայն 18-րդ դարի վերջին, բայց դա այդքան էլ մեծ ազդեցություն չունեցավ գնչուների կյանքում։ Ինչու եմ առանձնահատուկ նշում հենց այս էթնիկական տարրի մասին, քանի որ Սուր հովարներ սերիալում Շելբիի ընտանիքը մասամբ գնչու է։ Իրականում 19-րդ դարի վերջին բրիտանական ռոմանչալները զբաղվում էին հիմնականում գյուղատնտեսությամբ ու արհեստներով, այլ ոչ թե քրեական կազմակերպված գործունեությամբ։ Գարնանը եւ ամռանը աշխատում էին դաշտերում, ձմռանը քաղաքներում, վաճառում սննդամթերք եւ ձեռագործ ապրանքներ։ Գյուղատնտեսական ճգնաժամն ու ԱՄՆ Կանադայից ներկրվող էժան ապրանքները ստիպեցին նրանց մոտենալ ավելի խոշոր քաղաքներին։ Հենց այդպես Բիրմինգեմի շրջակայքում հայտնվեցին գնչուական այսպես կոչված քարավանները, ինչպիսին է օրինակ Black Patch-ը։ Այն նմանվում էր գետոյի, որտեղ պայմանները ել ավելի վատ էին, քան Small Heath-ի սուր հովարների շրջանում։
Երբ կառավարությունը որոշեց քանդել Black Patch-ը, գնչուների խոշոր մի բնակչություն ստիպված եղավ տեղափոխվել Բիրմինգեմ եւ հարակից քաղաքներ, ու հենց այդ ժամանակ ռոմանչալները սկսեցին լրացնել խմբավորումների շարքերը։ Հետաքրքիրն այն է, որ սովորաբար նման էթնիկ փոքրամասնություններին մեղադրում են հանցագործության աճի մեջ, իսկ այստեղ տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Նրանք ստիպված էին ներգրավվել հանցագործությունների մեջ, որպեսզի ընտելանան բրիտանական բնակչության եւ մշակույթի հետ։ Այսպիսով, իրական սուր հովարների մասին արդյունքը մեր մոտ հետևյալն է։ Խմբավորումը իսկապես գոյություն ուներ։ Սերիալը ուղղակի վերցրեց նրանց անունը, արտաքին ոճը եւ մասամբ ծագման պատմությունը։ Այնուհետև դրանք միաձուլեցին Birmingham Boys-ի պատմության հետ, եւ հենց նրանց գործունեությունը դարձավ սերիալի սյուժեի հիմքը, ներառյալ բուքմեկերական սխեմաները։ Երկրորդ եթերաշրջանի իրադարձությունները տեղափոխվեցին երկրի մայրաքաղաք։ Չէ՞ որ այստեղ մի քանի խոշոր հիպոդրոմներ կային եւ հնարավորություն վերահսկել հարավային Անգլիան։ Շրջանը հարուստ է։ Բնակիչները արիստոկրատներ եւ թոշակառուներ, ովքեր պատրաստ են մեծ գումարներ ծախսել խաղադրույքների վրա։ Սա իդեալական միջավայր էր արյան եւ ազդեցության վրա հիմնված լայնածավալ բիզնեսի համար։ Այստեղ Birmingham Boys-ի խնդիրները սկսվեցին գրեթե անմիջապես։ Սկզբում նրանց հաջողվեց զբաղեցնել Լոնդոնի արևմուտքը, հարավը եւ հարավ-արևելքը։ Իսկ արևելքում հանդիպեցին դիմադրության, որի տարածքը վերահսկում էին հրեական խմբավորումները, վերոհիշյալ Ալֆի Սոլոմոնի գլխավորությամբ։ Նրանց հիմնական բիզնեսը վիսկիի գործարանն էր, ինչպես նաեւ բուքմեկերությունը։ Սուր հովարները սա նույնպես հավակնում էին իրենց հովանել։ Հրեաները որոշում են դիմել այդ ժամանակ բավականին լուրջ հեղինակություն վայելող Էդվարդ Էմանուելին, մի մարդ, ում դիմում էին խորհուրդ եւ պաշտպանության ստանալու համար։ Նա որոշեց, որ հրեաներին հարկավոր է ավելի հզոր պաշտպանություն դիմադրելու Birmingham Boys-ի ճնշումներին։ Էդվարդ Էմանուելի կարգադրությամբ հրեաներին օգնության է հասնում իտալական Սաբինի խմբավորումը, Չարլզ Սաբինիի գլխավորությամբ։ Նա ծնվել էր Լոնդոնի փոքրիկ Իտալիա կոչվող թաղամասում։ Դեռ փոքրուց ավազակ դարձած մի առաջնորդ էր, ով իր ուժի ու հմայքի շնորհիվ ստեղծել էր իր սեփական խմբավորումը։ Նրան կոչում էին փողոցային բանդաների արքա եւ փոքրիկ Իտալիայի կնքահայր։ Իր ազդեցության գագաթնակետում Սաբինին վերահսկում էր հարավային Անգլիայի գրեթե բոլոր մրցարշավները, հազվադեպ հանդիպելով որևէ դիմադրության։ Նրա մարտիկները իսկական պրոֆեսիոնալներ էին, որոնց նա Լոնդոն էր տեղափոխել անմիջապես Սիցիլիայից, սակայն Բիլի Քիմբերին դա չկանգնեցրեց։ Birmingham Boys-ը այնուամենայնիվ որոշեց գնալ առճակատման, որը ի վերջո վատավարտ ունեցավ։ Սաբինիի վրա անհաջող հարձակումից հետո սուր հովարները հայտնվեցին ծուղակում։ Մի քանի օր անց Բիլի Քիմբերին գտան փամփուշտային վնասվածքներով, բայց դեռ կենդանի վիճակում։ Այդքանով հաշվեհարդարները չավարտվեցին։ Հարձակումներն ու բախումները շարունակվեցին այնքան, մինչ տեղի ունեցավ Էփսոմ Ռոուդի դժբախտ պատահարը։ Սուր հովարները պատրաստվում էին հարձակվել Սաբինիի խմբավորման բեռնատարներից մեկի վրա, սակայն նրանք սխալվեցին։ Ինչ-որ մեկը նրանց սխալ տեղեկություն էր հայտնել, որի արդյունքում հովարները շուրջ 60 հոգով հարձակվեցին Լիդսից եկած հասարակ բուքմեկերների մի խմբի վրա։ Արդյունքում խմբավորման 23 կարևոր անդամներ հայտնվեցին բանտում։ Սա ծանր հարված էր Քիմբերի համար։ Աստիճանաբար Birmingham Boys-ը սկսեց զիջել իտալացիներին, մինչ վերջնականապես չփլուզվեց։ Ինքը Բիլին ստիպված եղավ դառնալ հասարակ բուքմեկեր եւ ապրեց մինչեւ 63 տարեկան։ Կարծում եմ սա վատ չէ մի մարդու համար, ում պարբերաբար փորձում էին սպանել։ Լսելով ողջ պատմությունը բոլորիս մոտ հարց է առաջանում, իսկ ինչ եղավ մարտունակ երիտասարդության հետ հետագայում։ Ուր անհետացան այդ բոլոր ավազակախմբերն ու փողոցային ենթամշակույթը։ Միթե նոր սերունդներ այլևս չառաջացան։ Բարեբախտաբար կյանքի պայմանները բարելավվեցին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բրիտանիայի տնտեսական աճը մի շարք արդյունաբերական շրջաններ դուրս բերեց աղքատությունից, իսկ արվարձանների կառուցապատումը հնարավորություն տվեց թեթևացնել խիտ բնակեցված քաղաքները։ Բացի այդ, երեխաներն արդեն զբաղմունք ունեին։ Պետք էր դպրոց գնալ, իսկ ազատ ժամանակ կարելի էր ֆուտբոլ խաղալ, որը հենց այդ տարիներին մեծ ժողովրդականություն ձեռք բերեց։ Մյուս կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմը խլեց անթիվ կյանքեր։ Զոհվում էին նաև ամենաաղքատ թաղամասերի անվախ տղաներ, նրանք, ովքեր մինչ այդ կորցնելու բան չունեին։ Պատերազմից հետո փողոցներում հաճախ պարզապես մարդ չկար հաշիվներ պարզելու համար եւ եթե անկեղծ, պատճառ էլ գրեթե չէր մնացել։ Բրիտանիան փողոցային խմբավորումների մասին կրկին կլսի միայն 1980-ականներին։ Այդ ժամանակ պատճառներն արդեն այլ էին՝ թմրանյութեր եւ շուկայի վերաբաշխում։ Սակայն խորքային պատճառները նույնն էին՝ սոցիալական անկայունություն, աղքատություն եւ այլընտրանքների բացակայություն։